Համբարյան, գիտենք, որ չնայած մեր տարածաշրջանում լարված, գերլարված իրավիճակ է, անդադ նոր իրադարձություններ են տեղի ունենում, բայց Հայաստանում օրակարգային է այս պահի դրությամբ ամեն դեպքում իշխանությունները օրակարգային են դարձրել եկեղեցու հոգևորականների հարցը, նշում է Նիկոլ Փաշինյանը, ինչպես նշում է, ասում է ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ խանդաղատանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր խնդրի, իսկ ըստ նրա իր խոսքերն է մեջբերում, ասում է եկեղեցին գտնվում է այլասերված, նույնիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի եւ արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո։ Նախ ըստ ինչու հիմա իշխանությունները օրակարգ դարձրեցին այս հարցը ու որքանով է նրանց առնչվում եկեղեցու հետ կապված խնդիրները։ Նախ ասենք նրանից, որ իշխանությունները 2018 թվականից ի վեր է եկեղեցին դարձրել են իրենց մեկ թիրախներից մեկը, հիմա չէ։ Բայց հիմա բան է եղել էլի, ընդամենը ինչ որ շահեր կան եւ այս պահին իշխանությունների համար եկեղեցին վերջնականապես քանդելը դարձել է իդեա ֆիքս։ Այնպես չէ որ իշխանությունները միայն հիմա են եկեղեցին դարձրել թիրախ։ Սկսենք այդտեղ։ Ամեն դեպքում այս օրերին ավելի առաջնային օրակարգ է դարձել։ Հիմա նոր փուլ է եկեղեցու դեմ պայքարի, նոր փուլ է ուրեմն սկսվել եւ ուրեմն հիմա այլ ավելի են ագրեսիվացել։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակում է որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ հետևորդ։ Հիմա ես սովորական քաղաքացի եմ եւ նաեւ հետևում եմ նույն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Facebook-յան էջին բավական երկար ժամանակ։ Հիմա ինձ մոտ ոչ թե խիստ կասկածներ, ես համոզված եմ, դա իմ սուբյեկտիվ համոզմունքն է, որ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ չէ, որովհետև ես ունեմ բազմաթիվ ապացույցներ, որի արդյունքում ես գալիս եմ այդ եզրակացության։ Հիմա ես իմ ապացույցները կներկայացնեմ։ 2018 թվականից հետո, երբ որ Նիկոլը դարձավ վարչապետ մայիս ամսից հետո, այդ անձը իր Facebook-յան էջով, որով հիմա նաև ամենավերջին վիրավորանքներն է տալիս հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ կաթողիկոսին, ուրեմն էջով տարածում էր կյանքի խոսք աղանդի, իրենք հովիվ են ասում այդ մարդուն, հովիվ Վահե Պետրոսյանի քարոզները հատուկ ինքը տնում եւ տարածում էր։ Ես անձամբ ունեմ սկրինները հանած իր էջից, որտեղ ինքը կոչ էր անում իր Facebook-յան էջի հետևորդներին լսել կամ կարդալ այդ անձի քարոզները կամ մտքերը։ Այդ մեկ։ Հիմա հարց է առաջանում ինձ մոտ եւ 100,000 կամ միլիոնավոր մարդկանց մոտ, ովքեր այս ամեն ինչը տեսնում են կամ տեսել են։ Հիմա հարց է առաջանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու քանի հետևորդի դուք ինքներդ գիտեք, որոնք լինելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ հետևորդներ տարածում են աղանդավոր ինչ որ կազմակերպության, ես դա եկեղեցի չեմ համարում, ինչ որ կազմակերպության հովվի քարոզները իրենց Facebook-յան կամ սոցիալական այլ ցանցերի էջերով։ Ես օրինակ չգիտեմ։ Երկրորդ ապացույցը, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ընտանիքի անդամները նաեւ աղանդավոր են, կոնկրետ կյանքի խոսքից են։ Քանի անգամ եք դուք տեսել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ հետևորդները Երևան, MBC տեսանյութերում կամ հանդիպեն ակտիվ եւ թույլ տան, որ այդ իրենց հանդիպումները հայտնի աղանդավորների հետ հրապարակվեն։ Դուք ինքներդ եք տեսել, ենթադրում եմ, որովհետև այդ նյութերը բավական ակտիվ տարածվեցին համացանցում եւ գրեթե բոլոր լրատվամիջոցները այն հրապարակեցին։ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը Շուշանը ապարում էր հայտնի աղանդավոր բլոգերի եւ նրան ընկերների հետ։ Այդ մեկ, երկրորդը այն փոքր աղջիկ արտին կրկին նույն կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների հետ նստած երկում էին, թե ուրեմն քարոզ էին անում, թե այդ երեխան լսած լսում էր։ Հիմա հարց եմ տալիս, քանի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի գիտեք, որի երեխաները բացահայտ շփվում են եւ չեն թաքցնում դա աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Երրորդ ապացույցը անցյալ տարի սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Նյու Յորքում, մասնակցում էր Միավորված ազգերի կազմակերպության գագաթաժողովին եւ ելույթ էր ունենում։ Միավորված ազգերի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովին եւ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ամբիոնից։ Եվ ինքը այդտեղ սուրբ գրքից մեջբերումներ արեց։ Գիտեք չէ, որ այդ մեջբերումը ամբողջությամբ այն մեջբերումն է, որը հրապարակվում է աղանդավորական Եհովայի վկաներ կազմակերպության իրենց կողմից սուրբ գրքի թարգմանության մեջ ձևով, այսպես ասեմ։ Մենք ինքներս հայ առաքելական սուրբ եկեղեցու էջում այդ նույն մասը, ուրեմն սուրբ գրքից այլ ձևի է ներկայացված։ Հիմա հարց. այդ մարդը, որը իրեն հայ առաքելական սուրբ եկեղեցու նվիրյալ է հռչակում, ինչպես կարող է կյանքի խոսք աղանդի, ադեպտի քարոզները դնել իր էջում, ինչպես կարող է իր երեխաներին թույլ տալ շփվելու այդ աղանդի ներկայացուցիչների հետ, ինքն էլ բողոքական եկեղեցիների կողմից եւ կոնկրետ Եհովայի վկաներ կազմակերպության կողմից սուրբ գրքի թարգմանության ձևով ներկայացնում է մտքեր Միավորված ազգերի կազմակերպության ամբիոնից։ Այստեղ շատ խիստ կասկածներ է առաջանում տրամաբանություն եւ մտածող մարդու մոտ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է։ Ես էլի եմ գրգնում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ինքը աղանդավոր է եւ մեխանիկորեն լինելով բողոքական աղանդավորական եկեղեցու անդամ, եկեղեցին է չագեշների մեջ, մեխանիկորեն ինքը փորձում է քանդել մոտ 1800 ամյա պատմություն ունեցող մեր եկեղեցու ավանդույթները եւ իր քիթը բարի բուն իմաստով մտցնում է եկեղեցու ներքին գործերի մեջ այն պարագայում, երբ որ ասենք հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին կդրականապես իրենց կանոնակարգերով եւ ընդունված կանոններով արգելում են քաղաքացիական անձանց ներգրավվածությունը եկեղեցու ներքին գործերին։ Այն ինչ որ տեղի է ունեցել կամ տեղի է ունենում հայ առաքելական սուրբ եկեղեցում, դա ռուսերեն ասած դա ցվիտոչկի։ Ասենք կաթոլիկ եկեղեցու պատմությունը իմացող մարդիկ ասենք պատկերացնում են, թե ինչեր են եղել կաթոլիկ եկեղեցում։ Կաթոլիկ եկեղեցին ունեցել է կին Հռոմի պապ։ Կաթոլիկ եկեղեցին ունեցել է այլանդակ եւ այլասերված Հռոմի պապեր, բայց այդ մասին երբեք կաթոլիկ եկեղեցին չի թույլ տվել սարսափելի այսպես բարձրաձայնել եւ դա դարձել սկանդալ։ Հիմա պատկերացնում եք, ասենք օրինակի համար Բրազիլիայի նախագահան, որը համարում է աշխարհի ամենամեծ կաթոլիկ ուրեմն պետություններից մեկը, ինչ որ բան իմանա Հռոմի պապի մասին եւ ասի, որ ինքը Հռոմի պապին պետք է փոխի։ Ասենք ով են իրանք։ Վերջիվերջով մենք ունենք նաև օրենքներ։ Մեր սահմանադրությունը եկեղեցին տարանջատում է պետությունից։ Եկեղեցու ներքին գործերը լուծվում են զուտ եկեղեցականների եպիսկոպոսած դասի կողմից։ Ով է Նիկոլ Փաշինյանը, ով է իրեն աթեիստ հռչակող, բայց իրականում եսիմ ինչ, Աստվածաշունչը ծաղրող Արսեն Թորոսյան անուն ազգանունով այդ կերպարը, որ եկեղեցականներին վիրավորի, ով է ասենք Արայիկ Հարությունյանի նման այդ կերպարը, որը աղոթքն է ծաղրում, իր քիթը մտցնի մեր եկեղեցու ուրեմն ներքին գործերին։ Եթե մեր եկեղեցում, հայ առաքելական սուրբ եկեղեցում խնդիրներ էլ կան, դա պետք է լուծվի եպիսկոպոսած դասի կողմից։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ կլինի լուծի իր ընտանիքի անդամների խնդիրները, այդքան լավ տղամարդ է ու լավ ուրեմն ընտանիք պայող է։ Թող հələ հարցնի, թե իր աղջիկները ինչ գործ ունեն աղանդավորների հետ այդ տուսովկաների մեջ։ Ասենք իր տղայի հիշում եք այդ ձայնագրությունը համացանցում 19 թվին էր, որքան հիշում եմ 2019 թվականին ակտիվ տարածվեց, այն որ անկապ երաժշտության տակ անկապ շարժումներ էր անում։ Լավ հեր է, թող իրա տղուն կարգի հրավիրե, ոչ թե զբաղվի եկեղեցու ներքին գործերով։ Հասկանում եք, այդ մարդը դեսպոտ է ու դիկտատոր է, այդ մարդը մտածում է, որ ինքը ամեն ինչ գիտի ու իրեն իրավունք է վերապահում ամեն ինչի մեջ իր քիթը մտցնել։ Ինքը եւ գինեկոլոգ է, եւ գյուղատնտես է, եւ միջազգայնակետ է, եւ տնտեսագետ է, եւ աստղաբան է, ինքը ամեն ինչ է։ Բայց ամենակարևորը այն է, որ այդ մարդը ամոթ չունի,
ամենակարևորը այդ մարդը ամոթ չունի, այդ մարդը չի ամաչում, այդ մարդը չի ուրեմն հիշում թե ինքը կամ լավ է հիշելով, բայց ինքը քանի որ լկտի է իր էությամբ, ասենք նույն քարաունջի քարերը հիշում եք, ռագատի քարեր անվանել։ Վերջերս գնացել էր հիանում էր քարաունջով իր կողակցորու հետ, ասենք բա դու չես հիշում դու ինչպես այդ վիրավորում քարաունջը, այդ զորած քարերը։ Իսկ ասենք գարի տաճարն է հավաբուն էր ասում, չզարմանաք որ վաղը մյուսօր ինչ որ հյուրի առնի գնա հիանա գարնի ուրեմն տաճարով։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի հայ առաքելական սուրբ եկեղեցու նվիրալ հետևորդ լինելը ինձ համար կասկածելի էլ չէ, ես համոզված եմ որ դա այդպես չէ, ինքը ստում է, իմ դա սուբյեկտիվ կարծիքն է, երկրորդը ինքը փորձում է եկեղեցին քանդել մի քանի նպատակներով, եկեղեցին միակ ինստիտուտն է Հայաստանի Հանրապետությունում, որը դեռ չի քանդվել Նիկոլի կողմից, որովհետև բանակ, արտաքին քաղաքականություն, տնտեսություն բոլորը ավերակների մեջ են, բոլորը, ասենք տարեկան մոտ 1 միլիարդ դոլար պետական պարտք ավելացնելով ինքը ժեխափտիր մասային պահում է ասֆալտը անում եւ ասֆալտ հայրենիքի դիմաց ծրագիր իրագործելով ուրախ զվարթ ապրում են։ Այս ժեխափտիրը անասնամասան եւ նիկոլականները, որոնք երկրպագում են Փաշինյան ազգանունով այդ անձին, մինչեւ հիմա չեն էլ հասկացել, որ վաղը մյուսօր այդ միլիարդավոր դոլարների պարտքը, որ այս տարիների ընթացքում Նիկոլը ուրեմն կուտակել է, իրանք ու իրանց թորներն ու թորների երեխաներն են վճարելու։ Հասկանում եք։ Եվ ինքը նաև նպատակ ունի քանդել մեր 1800 տարի պատմություն ունեցող եկեղեցու հիմքերը։ Բողոքականությունն էր մուծել եկեղեցու մեջ, որ ասենք փողոցից եկած ամեն ոք, իսկ վարչապետ կոչված անձը դա փողոցից եկած մարդ է եկեղեցու համար։ Եկեղեցին դա Աստծո տունն է, դա Քրիստոսի կողմից ձևավորված ուրեմն օջախ է։ Ինքը ով է որ իր քիթը մտցնում է այդ ամեն ինչի մեջ։ Եվ մեխանիկորեն նաև եկեղեցին երկրորդ առումով է ճշնամի Նիկոլի համար, որ ինքը պահպանում է ավանդականը, հայկական ավանդականը, ընտանիքը եւ ամենակարևորը, որը Նիկոլին ուղղակի հիստերիայի է հասցնում, եկեղեցին չի մոռանում Արցախը։ Եկեղեցին անընդհատ Արցախի մասին բարձրաձայնում է, եկեղեցին անընդհատ Արցախի պատմության մասին բարձրաձայնում է, եկեղեցին չի լուծարում իր Արցախի թեմը։